Արմունու լրատվականի բացառիկ տեղեկությունների համաձայն Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանին այն զենքով, որ սպանել են, զենքի վրայի համարներն ու պարկուշների համարները ջնջել են։ Ըստ էության չպարզ են, թե որտեղից է զենքի ծագումնաբանությունը։ Սակայն նախաքննական մարմինը պարզել է, որ զենքը օրինական ճանապարհով Հայաստան է եկել Ռուսաստանից, իսկ թե Հայաստան մտնելուց հետո ուր է գնացել եւ ինչպես է հայտնվել Վալոդիա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Գևորգ Հարությունյանի մոտ, խիստ կասկածների տեղիք է տալիս։ Իսկ ինչ է հայտնել սպանության գործով կալանավորված Գևորգ Հարությունյանը իրավապահներին։ Նա ցուցմունք է տվել եւ հայտնել է, որ զենքը իրեն տվել է հանգուցյալ քեռին։ Մինչդեռ Մերձավանում տարածված խոսակցությունների համաձայն վերջինիս քեռին հասարակ կյանքով ապրող անձ է եղել եւ դժվար թե նման զենք ունենար եւ մի բան է նվիրել իր հարազատին։ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին Մերձավանում սպանվեց Վալոդիա Գրիգորյանը եւ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Քրեական վարույթով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործն ուղարկվել է դատարան։ Սպանության գործով մեղադրանի աթոռին են երկու անձ՝ Գևորգ Հարությունյանը, որը ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում է գտնվում, եւ Նարեկ Օհանյանը։ Սպանված Վալոդիա Գրիգորյանի հարազատները պնդել էին, որ սպանությունը պատվիրված է եւ պետք է գտնել պատվիրատուներին։ Ենթադրյալ պատվիրատուներից մեկը Մերձավանի վարչական շրջանի նախկին ԿՊԱ ղեկավար Մհեր Ախտոյանն է, որը սպանությունից 10 օր անց լքել էր երկիրը։ Քրեական գործից մաս կա անջատված, որով նախաքննությունը քննչական կոմիտեում շարունակվում է։ Ըստ էության նախաքննական մարմինը անջատված մասով կփորձի գտնել ենթադրյալ պատվիրատուներին։ Կհետևենք քրեական գործով քննությանը։